Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր այս ֆորմատով քննարկենք մի շատ կարևոր թեմա, որը պարբերաբար այսպես քննարկման առիթ է դառնում, տարբեր անուններ են շրջանառվում, բայց միևնույն ժամանակ այս 8 տարիներ, արդեն 9-րդ տարին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության է, ցույց է տալիս, որ բոլոր այդ հայտարարությունները իրականության հետ կապ չունեն, դրանք ցանկալի էին շատերի համար, ովքեր հնչեցնում էին այդ անունները եւ սցենարները, բայց դրանք իրականություն չէին եւ դրանց իրականություն չլինելու պատճառով է, որ արդեն 9-րդ տարին է Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության։ Հարցը հետեւյալն է, որ հաճախ հնչում է. ումից է վախենում Նիկոլ Փաշինյանը։ Հաճախ դուք տարբեր անուններ կլսեք, վերջերս էլ հնչեցին նման անուններ, ու հատկապես այս թեման քննարկվում է, երբ որևէ մեկին, որևէ երևացող կերպարի ձերբակալում են, ասում են Նիկոլ Փաշինյանը այսինչ մարդուց վախենում է, դրա համար նա բանտարկված է։ Այն, որ կան ապօրինի բանտարկյալներ Փաշինյանի օրոք, տասնյակների են հասնում այդ բանտարկյալների թիվը, դա ակնհայտ է, տեսանելի է բոլորին, բայց վախենում է արդյոք Նիկոլ Փաշինյանը նրանցից կամ ընդհանրապես ինչից կամ ումից կարող է վախենալ Փաշինյանը եւ վախենում է Փաշինյանը։ Վախ ասելով ամենևին նկատի չունեմ մարդկային, ասենք այն վախ, որ այսինչ մարդը շատ ուժեղ է, չգիտեմ, իրեն կծեցի, բռնության կենթարկվի, ոչ, դրա մասին չէ։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ վախ՝ իշխանությունը կորցնելու վախը։ Փաշինյանը կարող է վախ ունենալ, մտահոգություն ունենալ միայն այն անձից եւ կենտրոնից, որը կարող է իրեն զրկել իշխանությունից։ Եվ հիմա այդ անունների վրայով կանցնենք եւ վերջում կհասնենք նրան, փորձենք միասին հասկանալ, թե ումից կարող է վախենալ Նիկոլ Փաշինյանը։ Սա շատ կարեւոր է, երբ որ մենք հասկանանք ումից կամ ինչից կարող է վախենալ եւ վախենում է Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ նաեւ որոշակի պատկերացում կլինի, թե ինչ կարելի է ընդհանրապես անել, որ ուղղությամբ կարելի է շարժվել եւ ինչ է տեղի ունենում Հայաստանում հատկապես վերջին տարիներին։ Կանք ընդդիմության լիդերներից, որոնց անունները ամենաշատն է քննարկվում։ Քանի որ 2026 թվականի ընտրությունները տեղի ունեցել, այսպես թոփ անունների շարքում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի անունը։ Դուք հաճախ լսած կլինեք այդ նման ձևակերպումներ, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից։ Անշուշտ Սամվել Կարապետյանը հեղինակավոր հայ գործարար եւ բարերար է։ Անշուշտ Սամվել Կարապետյանը այն բարեգործությունները, որ արել է առանց քաղաքական նպատակների, այսինքն մինչև 2025-26 թվականները եղած այդ բարեգործական ծրագրերը, որ ինքը արել է Հայաստանում եւ Արցախում, պատմականորեն իր անունը արձանագրված է եւ այդ անունը բարերար Սամվել Կարապետյանի անունը հարգանքի արժանի է։ Անկախ նրանից մենք ինչ վերաբերմունք ունենանք իր արդեն քաղաքական թիմին կամ քաղաքական իրենց մոտեցումներին։ Այնպես որ այստեղ քննարկելու բան չկա։ Այո, մեծանուն հայ բարերար գործարար Սամվել Կարապետյանը, ում ուժը առաջին տեղը զբաղեցրեց ընդդիմադիր ուժերի շարքում։ Ես ասեմ ձեզ, որ մինչև հունիսի 7-ը 8-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը առիթ ուներ վախենալու Սամվել Կարապետյանից։ Եվ առիթը որն էր։ Նախ Սամվել Կարապետյանը արդեն ասենք հեղինակավոր, բարերար եւ գործարար էր, այսինքն արդեն իսկ քաղաքական դաշտ էր մտել հեղինակության մեծ պաշարով։ Եվ սա չէր կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքական դաշտ նոր հայտ էր ներկայացրել մարդ, որը հեղինակության մեծ պաշար ունի, որը ունի անկախ ֆինանսական միջոցներ եւ հասարակության մոտ չի ընկալվում որպես պետության հաշվին հարստացած մարդ, ինչը այդպես էլ կա, մարդը դրսում է հարստացել։ Սա իրոք վախենալու եւ մտահոգվելու թեմա էր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ երբ մարդը նոր է մտնում քաղաքական դաշտ, դու չես կարող վստահ լինել, որ այս կամ այն քայլը ինքը չի անելու կամ կանի։
Միջև հունիսի 8-ը, այսինքն միջև Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, Նիկոլ Փաշինյանը մտավախություն եւ վախեր ուներ Սամվել Կարապետյան։ Եվ հունիսի 8-ի այդ կեսգիշերին տեղ ունեցած ասուլիսը հենց այդ վախերի դրսևորումն էր, քանի որ ինքը չգիտեր ինչպես է իրեն դրսևորելու Սամվել Կարապետյանը, մարդ, որ ունի հեղինակություն, մարդ, որ ունի ֆինանսական միջոցներ, մարդ, որ ունի արդեն քաղաքական թիմ եւ ունի 100,000-ավոր ստացած ձայներ։ Իրոք, սա անկանխատեսելի սցենար էր Փաշինյանի համար եւ կարող են իրադարձությունները այլ կերպ զարգանալ, եւ դա ստիպեց Փաշինյանին կեսգիշերն անց ասուլիս հրավիրել անել քայլ, որ ինքը պիտի չաներ, եթե չունենար մտավախություններ։ Բայց այդ ասուլիսից հետո, երբ որևէ բան տեղի չունեցավ ըստ էության, Նիկոլ Փաշինյանը այլևս վախ չունի Սամվել Կարապետյանից կամ ուժեղ Հայաստանից։ Դա կարող է չարթարացվի Փաշինյանի այդ մոտեցումները, բայց ակնհայտ այդ վախը չկա։ Վախը չկա ինչու, որովհետև Փաշինյանը արդեն տեսավ X պահի ինչպես իրեն դրսևորելու Սամվել Կարապետյանը եւ իր քաղաքական թիմը, արդեն քաղաքական դարձած թիմը։ Դա լավ եւ վատ կողմի մասին չի խոսում, գիտեք, այլ ինչ որ ասենք տեղի չի ունեցել հունիսի 8-ի կեսգիշերից հետո, մենք չգիտենք ինչ մոտիվացիայով այդ որոշումը կայացվել որևէ բան չանելու, բայց ամեն դեպքում Փաշինյանի համար արդեն հասկանալի է ճգնաժամային պահի այս թիմը ինչպիսի որոշումներ կկայացնի։ Մնացած բոլոր թիմերի մասով իր մոտ պատկերացում կար, ուժեղ Հայաստանի մասով չկար, որտեղ Սամվել Կարապետյանն էր նոր հայտ ներկայացնում։ Հիմա արդեն Սամվել Կարապետյանի մասով կա պատկերացում, թե ինքը այս կամ այն իրավիճակում ինչպես կարող է իրեն դրսևորել, քաղաքական ինչպիսի որոշումներ կարող է կայացնել։ Եվ երբ որ սա արդեն այս անհայտը արդեն հայտնի է, եւ հայտնի է դարձել են տեսանկյունից, որ որևէ բան էլ կարող է տեղի չունենալ եւ տեղի չունեցավ, ապա դադարում են մտահոգությունները։ Այս իմաստով Փաշինյանի համար, այնպես որ կարող ենք ասել, այս իմաստով վախ չկա։ Երկրորդ անունը այս ընտրությունների արդյունքներով, բայց սովորաբար վերջին 9 տարիներին առաջին անունները դա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Փաշինյանը գիտեր, ասենք Քոչարյանի կենսագրությունը հայտնի էր, որ մարդը ճգնաժամային կառավարիչ է, պատերազմից չի վախեցել, այսինքն պատերազմական իրավիճակում կարողացել է ծանր քաղաքական որոշումներ կայացնել կամ մասնակցել դրանց կայացման եւ պատասխանատվություն կրել։ Եվ այս իմաստով, այո, Փաշինյանի համար մտահոգիչ էր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը քաղաքական process-ին։ Եվ երբ այս իմաստով էլ հայտնի դարձավ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր անցած ճանապարհով ունեցած հեղինակությամբ, ազդեցությամբ միայն մեկ անձ է ու միայն այդ մի անձի գործոնը բավարար չէ գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու համար, Փաշինյանը այս իմաստով էլ հասկացավ, որ մտավախություն չունի, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի մասով հատկապես Փաշինյանը ինչու ավելի պակաս մտավախություններ կարող էր ունենալ եւ ուներ, դա այն էր, որ բացի Փաշինյանից Քոչարյանի դեմ պայքարում են նաեւ մյուս բոլոր ուժերը։ Այդ թվում նաեւ ընդդիմադիր։ Այսինքն Փաշինյանը հասկանում էր, որ իր գործը հեշտացել է, այսինքն ինքը գործ ունի քաղաքական առաջնորդի հետ, որին հարվածում են բոլորը։ Ինքը կարող է մի քիչ ավելի պակաս հարվածել այդ դեպքում եւ մի քիչ ավելի պակաս վնասներ կրել դրանից։ Սա կարծում նաեւ առանցքային դրվագներ Փաշինյանը, որ քաղաքական դաշտում ստացվել էր մի միջավայր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործում էին բոլորը։ Ավել պակաս չափը սպային կարևոր չի։ Եվ Փաշինյանը լավ էր հասկանում, եւ որ Ռոբերտ Քոչարյանը այս ստեղծված քաղաքական միջավայրից դուրս է, որտեղ ինքն է բոլորը, ովքեր իրեն աջակցել են, բերել են իշխանության, չգիտեմ ինչ որ բայ օգտել են, միակ գործիչը Ռոբերտ Քոչարյանն էր, որ Փաշինյանի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Սա մի կողմից առավելություն է, որովհետև այդ իմաստով կարևոր էր քաղաքական դաշտում կար մեկ գործող անձ, առաջնորդ, ով Փաշինյանի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Եվ Փաշինյան տերերի հետ առնչություն չի ունեցել, այսինքն այդ հովանու տակ չի գտնվել եւ չի գտնվում։ Բայց սա նաեւ թերություն է, որից օգտվում է Փաշինյանը, որովհետեւ
քանի որ ինքը այդ տանիքի տակ չեն աշխարհակաղակական, որի տակ Փաշինյանն է, բոլորը իրեն խփում են եւ Փաշինյանի գործը հեշտանում է։ Գագիկ Ծառուկյան, Վարգավաճ Հայաստանի առաջնորդ։ Գագիկ Ծառուկյանը իր ֆինանսական կապիտալով, իր մարդկային ունեցած մարդկային ռեսուրսով Փաշինյանի համար մտահոգիչ էր, որովհետև նաև ինքը Ծառուկյանը ձայներ էր տանում Փաշինյանից։ Բայց Ծառուկյանի հիմնական խնդիրն էլ այն էր, որ ինքը չուներ քաղաքական ինստիտուտ։ Չնայած կա կուսակցություն, բանա, կուսակցականներ, բայց քաղաքական դա ամուր ինստիտուցիոնալ կառույց չէր։ Կար միայն Գագիկ Ծառուկյան, իր անձը, իր հեղինակությունը, այն մարդկանց շրջանակում, ովքեր ընդունում են իրեն եւ վերջ։ Եվ երկրորդ կար բիզնեսմենի մտածողություն, այսինքն Ծառուկյանը եւ 2015-ի իրադարձությունների ժամանակ է երևացել եւ 2018-ի երբ որ մի պահ քննարկում էր, որ գուցե նաեւ ինքը առաջադրվի, ցույց էր տվել, որ ինքը քաղաքական ռիսկային որոշումների չի գնում։ Իսկ Փաշինյանը ավարտված խաղամոլ է այդ իմաստով։ Ամենավերջին քաղաքական ռիսկային քայլին գնում է։ Եվ երբ տեսնում որ դիմացինը քաղաքական ամենանվազագույն ռիսկային քայլերի չի գնում, խուսափում է գնալ կամ գնում այսպես ոլոր-մոլոր ճանապարհներով, ապա իր համար այդ մարդը այլևս մտահոգիչ չէ։ Այս պահին Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը ապօրինություն է, բայց դա անձնական վրեժխնդրություն է։ Նիկոլ Փաշինյանի մանր անձնական վրեժխնդրության դաշտում է գտնվում, ինչը անթույլատրելի է էլի։ Ինչ որ տեղի ունենում։ Սերժ Սարգսյան, մարդ, որը իշխանություն է տվել Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան կարելի է նաև միասին դիտարկել։ Եվ հանրապետական կուսակցություն, քաղաքական միավոր, որը օգնել է Փաշինյանին իշխանության գալ, իշխանություն է տվել լավ Փաշինյանին, եւ սա իմ գնահատականը չի, սա ասել է Վարամ Բաղդասարյան նաեւ ժամանակին, նաեւ երրորդ նախագահն իր հարցազրույցներից մեկում ասել, այո, ունի անցած ճանապարհ, էլի ռիսկային բաներ, բայց Փաշինյանին իշխանություն տալու հանգամանքը եւ նախկինում եղած սխալները այնքան են հեղինակազրկել այս քաղաքական միավորին եւ գործչին, որ այդ տեսանկյունից ելնելով, քանի որ չունի 0-ին ձգտող հանրային աջակցություն ունի, Փաշինյանի համար վտանգավոր չէ։ Կամ վախենալու չէ։ Եվ մի կարևոր հանգամանք, բոլոր այս անձինք, ում ես նշեցի, ընդդիմության դաշտում դրանք երևացող լիդերներ են, եւ Քոչարյանը, եւ Կարապետյանը, եւ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը, որոնք ըստ էության չունեն երկրորդ համար։ Այսինքն չկա մարդ, որ իրենցից հետո կանգնած է, իրենց հեղինակությանը մոտ է եւ իր մոտեցումներով ավելի ռադիկալ է եւ Փաշինյանը կարող է վախենալ, ասենք, այս մարդկանց բռնել, կալանավորել, հանցագործություններ իրականացնել այս մարդկանց նկատմամբ, մտավախություն ունենալ, որ այն երկրորդը ավելի վտանգավոր է իր համար։ Ինքը այդ երկրորդը իր համար ավելի վտանգավոր մարդու համար ճանապարհ է բացում։ Այսինքն այս իմաստով նաեւ սա է, որ Փաշինյանին հանգստություն է տալիս կամ առնվազն վախենալու առիթ չի տալիս, որովհետև կան այս մարդիկ եւ իրենցից հետո չկա երկրորդը իրենց թիմերում, որ մոտ է այս մարդկանց հեղինակությանը։ Չեմ ասում հավասար, բայց մոտ է այդ մարդկանց հեղինակությանը։ Այդպիսի գործիչներ չկան։ Քաղաքացիական պայմանագրում սովորաբար, եթե նորմալ իշխանական համակարգ լիներ, այո, իշխանության ներսում էլ պիտի թևեր լինեին, եւ այդ թևերը իրար դեմ կպայքարեին, կբալանսավորեին եւ Փաշինյանի համար մտահոգվելու առիթ կլներ։ Բայց քանի որ Փաշինյանի ամբողջ թիմը ուսապարկի տրամաբանության մեջ է, վիրավորելու համար չեմ ասում, իրենց կուսակիցների ձևակերպումներն են, հա, իրենց մասին։ Եվ առանց Փաշինյանի իրենց կյանքը չեն պատկերացնում եւ այս իմաստով է նաեւ ուսապարկային, որտեղ ուսապարկը առանց մարդու ինչ է, ում է պետք։ Մարդը պիտի ուզենա օգտագործի ուսապարկը գցի մեջքին։ Եվ ուսապարկը միշտ այն մարդուց մի փոքր հետ է գտնվում, ինչպես Ալեն Սիմոնյանը կասեր, կես քայլ հետ, ով կրում է այդ ուսապարկը։ Եվ փաստորեն ԿՊ-ում չկան մարդիկ, որոնք կարող են հայտ ներկայացնել, ասենք ունեն ազդեցություն որոշակի կուսակցության մեջ, ասենք անուններ կան, Ալեն Սիմոնյան, Արադ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Արմեն Գրիգորյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, այս մարդիկ առանց Նիկոլ Փաշինյան ոչ մի բան են, ոչ մեկ են, իրենք են դա անգամ ընդունում հրապարակային։ Այսինքն չկա բանավեճ, հա, դուք ասենք ավակ սերունդը կհիշի 90-ականների իշխանական բուրգը
կար այնտեղ Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արաքցյան, Վազգեն Մանուկյան, հետո արդեն 98-ից 97-ից եկավ Ռոբերտ Քոչարյանը, կար Սերժ Սարգսյան, հա, սա տեսեք ինչ տարբեր գործիչների ներկայությամբ ձևավորված իշխանություն էր եւ այո, այնտեղ կար մրցակցություն իրար նկատմամբ մտավախություններ ունեին հատկապես իշխանության կրողը Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ գիտեր, որ իրեն փոխարինողներ կան, իրենից պակաս պատրաստ չեն այդ մարդիկ։ Փաշինյանը չունի նման մտահոգություն, այս մարդիկ 0 են ուղակի։ Քաղաքական իմաստով 0 են, մարդկայինով չեմ ուզում գնահատել, ավելի վատ բաներ կարելի էր որոշների մասին ասել։ Քաղաքական իմաստով 0 են, Փաշինյանին չեն անհանգստացնում այս մարդիկ։ Հիմա գանք աշխարհաքաղաքականը, Փաշինյանը քան որ հակառուսական տրամաբանության մեջ էր, ենթադրվում էր, որ Ռուսաստանը կարող է մտավախություն առաջացնել Փաշինյանի մոտ, այսինքն Փաշինյանը կարող է վախենալ, որ Ռուսաստանը ինչ-որ բան կանի։ Այո, Փաշինյանը կարող է այդպիսի մտահոգություն ունի, բայց Փաշինյանը նաև լավ գիտի, որ Ռուսաստանը աշխատող գործիքակազմ չունի Հայաստանում։ Ռուսաստանը չունի հանրային տրամադրություններ թելադրող գործիքակազմ, Ռուսաստանը չունի հանրային տրամադրություններ գեներացնող գործիքակազմ, Ռուսաստանը չունի քաղաքական ազդեցություն պետական ինստիտուտներում այնպիսին, որ կարողանա Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել։ Գուցե ժամանակին ուներ, 20 թվականից հետո հաստատ չունի։ Եվ այս իմաստով Ռուսաստան, այո, որքան էլ որ մեծ պետություն է, մտահոգիչ չի Փաշինյանի համար։ Մյուս կողմից Ռուսաստանը չունի այն ավանդույթները, որ ունի Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այսինքն պետական բարձրագույն պաշտոնյաների ֆիզիկապես, ասենք, ոչնչացնելու։ Սադամ Հուսեյնը, որը հավաքական Արևմուտքի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, հենց իրենց ազդեցության տակից դուրս եկավ, թշնամիների շարքերը համալրեց, վերջում Սադամ Հուսեյնը իր կյանքը ավարտեց կախաղանի վրա իր սեփական երկրում։ Միացյալ Նահանգների կողմից օկուպացված Իրաքում։ Մուամմար Քադաֆին, որը Արևմուտքի հետ փայլուն հարաբերություններ ուներ, իր կյանքը ավարտեց անապատում սեռական բռնության ենթարկվելուց հետո սպանվելով։ Այդպես ավարտեց իր կյանքը, բայց Միացյալ Նահանգների Արևմուտքի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, բայց հենց փորձեց ատամ ցույց տալ կամ հրահանգ որևէ չկատարել, պատժվեց խստագույն կերպով։ Խամենեին, Իրանի հոգևոր առաջնորդը, վերջերս սպանվեց Միացյալ Նահանգների կողմից իր սեփական տանը եւ ընտանիքի անդամների հետ։ Չեմ համեմատի իրեն Քադաֆի կամ Սադամի հետ, բայց ամեն դեպքում Մադուրոն, Վենեսուելայի նախագահ, առևանգվեց նախագահական պալատից, քնած կնոջ ծոցից, կնոջն էլ հետը տարան Միացյալ Նահանգներ եւ վերջերս լուսանկարներ էր տարածում, թե ամերիկյան բանտում ինչ հյուծված վիճակում է։ Փաշինյանը հոսա լավ գիտի, որ այն հովանին, որի տակ ինքը գտնվում է, այդ հովանին պատրաստ է այսպես պատժել իր ենթակայության տակից դուրս եկած քաղաքական գործիչներին։ Այդ թվում նաև Փաշինյանին։ Թե Միացյալ Նահանգները ինչ է գծել, պլանավորել իր վերահսկողության տակից դուրս գալու նպատակ ունեցող, հավանական նպատակ ունեցող Փաշինյանին չի կարելի վստահ ասել, այդ պետությունը իր ծրագրում, բայց շատ դաժան ավարտ կարող է դա լինել։ Եվ Փաշինյանը դրա մասին գիտի, ահա որտեղից է վախենում, ինչից է վախենում Փաշինյանը։ Փաշինյանի միակ վախի աղբյուրը Արևմուտքն է։ Որովհետև գիտի, որ Արևմուտքը կպատժի իրեն, գիտի, որ Արևմուտքը ունի այդ գործիքակազմը։ Հիմա գանք այդ թիմակիցներին ԿՊԱ-ականների, որքան էլ որ ԿՊԱ-ականներից ինքը վախ չունի, որովհետև գիտի 0 են։ Փաշինյանը մի բան էլ լավ գիտի, որ Արևմուտքը կարող է իր նման 0-ի, ինչը որ ինքն էլ 18 թվականի, ասենք հունվարին էր 0 քաղաքական իմաստով, կարող է իր նման 0-ին շատ արագ բերել իշխանության։ Փաշինյանի միակ մտավախությունը վախը Արևմուտքից է, որովհետև գիտի ինչպես է իրեն բերել իշխանության, ինչպես է պահել եւ գիտի ինչպես կարող է իրեն զրկել իշխանությունից։ Եվ Արևմուտքը ում դեմքով կգործի, արդեն այդ անձը այս մարդու համար կարևոր չի, որովհետև գիտի ով է գործում հետևում։ Այդ անձը չի ակտորը, կարող է 0 լինել, բայց գործընթացը ավարտին հասցվի Փաշինյանի տապալմամբ, իսկ վերջում լավագույն դեպքում իր համար լավագույն այն կլինի, որ դատարանի առաջ կանգնի, որտեղ Հայաստանում մահապատիժ չկա, ի տարբերություն Իրաքի, եւ ինքը առնվազն բանտում կանցկացնի իր հաջորդ տարիներ։ Իմ գնահատմամբ
ահա այս միակ աղբյուրը, որից վախենում է, վախի միակ աղբյուրը արևմուտքն է, իր իսկ Հովանին։ Մնացած բոլոր դեպքերում Փաշինյանը մտավախություն չունի։ Մի մտավախություն էլ ունի Փաշինյանը, բայց դա ավելի շատ տեսական է։ Ժողովրդի հավաքական ցասումից, բայց քանի որ ինչու եմ ասում տեսական, որտեղ իրականում ժողովուրդը շատ ուժեղ գործոն է, բայց այդ գործոնին միավորող է պետք։ Հիմա այս եղած բոլոր քաղաքական միավորներից որևէ մեկը չի ձգտում կամ չի ձգում դրան, որ կարողանա միավորել ժողովրդին եւ հանել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս պահին նման սցենար Փաշինյանին չի սպառնում, այս պահին, բայց դա չի նշանակում, որ մի ամիս, երկու ամիս հետո չի կարող առաջանալ նման սցենար, նման իրավիճակ կամ նման իրավիճակ առաջացնող առաջ չի գա։ Կամ շատ տեսական, հնչած անուններից որևէ մեկը կարող է վերլուծել սխալները եւ գնալ այս ճանապարհով, ժողովրդին միավորել եւ հարցը լուծել ժողովրդի կամքի շնորհիվ։ Այս ժողովրդի կամքից էլ Փաշինյանը վախենում է, բայց այս պահին իր համար դա վախենալու չէ, որովհետեւ ժողովրդի կամքը ձևավորողը այս պահին չկա։ Լավ մնացեք, կհանդիպենք։